Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-ամյակին նվիրված ապագա Վանաձոր ակումբի և Գուգարաց թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության կողմից երթեր կազմակերպվել։ Մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից շարժվեցին մինչև Սպարապետի հուշարձան հիշատակի տուրք մատուցելու։ Երթի մասնակիցները երիտասարդներն էին, հիմնականում դպրոցականները, նպատակը մեկն էր՝ երիտասարդների մոտ արթնացնել սեր դեպի հայրենիք, սեր դեպի ազգային հերոսները։ Նման ձևով վառ պահելով Սպարապետի անունը հասարակության մեջ։ Հիմնական միջոցառման նպատակն էր Սպարապետի հիշողությունը վառ պահել հասարակության մեջ, թիրախային խումբը ընտրված էր երիտասարդությունը, ավելի շատ դպրոցական տարիքների երեխաները, որովհետև նրանց մեջ առավել կարևոր է, որ հայրենասիրական ոգին արթնացնեն եւ զարգացնեն, որը հենց կայուն հիմքը կհանդիսանա մեր հզոր պետության եւ պետության հզորացման։ Լավ միջոցառում է, շատ ոգևորիչ ու տպավորիչ, իսկապես շատ ուրախ եմ, որ կազմակերպվեց նման միջոցառում։ Մենք բոլորս, թե երիտասարդներս, թե փոքրերից ընդհանրապես պետք է սերմանենք, որ այս կերպ մենք սիրենք մեր Վազգեն Սարգսյանին, մեր մեծն հերոսին։ Շատ ուրախ եմ, որ կայացավ, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք։ Վազգեն Սարգսյանը այն մարդկանցից էր, ով իրավանդ ուներ հայրենիքի զորացման գործում, ում արյան եւ վերքերի միջոցով էր այսօրվա բանակը դարձել անկախ եւ 20-ամյա։ Այս երիտասարդները, այս պատանիները, որոնք որ հավաքվել են այստեղ, որոնք որ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցել Սպարապետի ծննդյան օրվան, փաստում են, որ Սպարապետը մեզ համար դեռ կենդանի է։ Երիտասարդներին միացան նաև Երկրապահ կամավորական միության անդամները։ Մասնակիցները ոգևորված էին, հայրենասիրական ոգին տիրում էր բոլորի մոտ։ Մայնա Անդրեասյան, Արսեն Շահնազարյան, Միք հեռուստաընկերություն։